ապօրինությունները շարունակվում են։ Փողերի լվացման, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը, որ ավելի քան կես տարի է տնային կալանքի տակ է, այսօր դատարանի բակում ապօրինություն որակեց ընդդիմադիր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը։ Իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու, Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Անդրադառնալով գործարար Ծառուկյանին պատկանող խոշոր բիզնեսներում վերջին օրերին տեղի ունեցող խուզարկություններին, ընկերությունների կապարակնքմանը եւ պարապուրտի մատնված հազարավոր աշխատակիցների ճակատագրին, միլիարդատեր գործարարն ասաց, թե շատ մեծ վտանգ է տեսնում Հայաստանի ներդրումային դաշտի համար։ Իշխանության հետ առճակատման հետևանքով անցած տարի Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը զրկվեց լիցենզիայից։ Հայաստանի կառավարությունը անցած մայիսին հեծի ձեռքբերման համար Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել էր մոտ $400,000։ Կարապետյանները հրաժարվել էին։ Այժմ ըստօրենքի ընկերությունը հանրային գերակա շահ է ճանաչվելու։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու ճուճելներն էլ գողացան հիմա ինչ կա։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետներեք տանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Ճուճելները չհասկացախի։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը վստահ է, Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը մանդատները վերցնելն ու խորհրդարան գնալն է։ Հունիսի 7-ի ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին պնդող եւ վարչապետի պաշտոնին հավակնող Կարապետյանն այժմ փորձում է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով։ Մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ 29 մանդատ ստացած ուժեղ Հայաստանի առաջնորդը չհամաձայնեց դիտարկմանը, թե մանդատները վերցնելով եւ խորհրդարան գնալով ճանաչում են իշխանության լեգիտիմությունը։ Իդեպ ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղեկացրեց, որ ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորած իր եղբորորդին Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը։ Բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Խոսելով փողոցային պայքարի հնարավորության մասին, Սամվել Կարապետյանը կրկին կոնկրետ ժամկետներ չնշեց, միայն հիշեցրեց նախկինում ասվածը. փողոցային պայքարը լինելու է մեկ անգամ եւ վերջնական, ուղղակի ազդակների են սպասում։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Իշխանափոխության օրինական ճանապարհն ընտրած միլիարդատեր գործարարն ասաց, թե իհարկե կարող էին դուրս գալ փողոց, բայց ցնցումներ չեն ուզում։ Հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Դերևս հունիսին միլիարդատեր գործարարը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը սակայն այդպես էլ փակագծերը չի բացում, թե ինչպես է հասնելու իշխանափոխության։ Այսօր էլ չհստակեցրեց, թե երբ է նախատեսվում ընդդիմադիր ուժերի լիդերների հավաքը, ինչի մասին խոստացել էր։ Մինչ Կարապետյանը կկազմակերպի այդ հանդիպումը, լիդերներից մեկը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն ձերբակալված է։ Առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Խորհրդարանական ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր Հայաստան դաշինքի անդամ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ այնինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, առաջիկայում տեղի է ունենալու նաև ազգային մտածողություն ունեցող ցանկացած հայի հետ։ Ընդդիմադիր գործչի խոսքով այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեջբերում կոտրել դիմադրության շարժումը եւ դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնել։
օրերս 5 ընդդիմադիր ուժեր՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ԱԺԲ-ն հայտարարեցին նոր քաղաքական դիմադրության փուլի մասին։ Օրակարգում ունենալով մեջբերում եմ սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխումը, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը եւ գործող իշխանության հեռացումը։ Այս օրակարգի շուրջ էլ ըստ Իշխան Սաղաթելյանի պետք է առաջիկայում ձևավորվի ճանապարհային քարտեզը։ Հետևաբար բնականաբար եւ հանրահավաքներ լինելու եւ փողոցային պայքար լինելու, այստեղ խնդիրը երբ, ինչ կառուցվածքով եւ ինչ ուժերով այդ քննարկումները շարունակվում են դաշտում։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով Փաշինյանի ընդդիմադիրներին հետապնդելու քայլերը կանխատեսելի են։ Խնդիրն այն է, թե ընդդիմադիր որ ուժերն են պատրաստ մինչև վերջ վաբանկ գնալ եւ պայքարել իշխանության դեմ։ Սաղաթելյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցումը, որ մի շարք ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել համախոհության, ձևավորել ճանապարհային քարտեզը եւ հանրությանը ներկայացնել, թե որտեղից են սկսում եւ ուր են գնում։ Որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։